հարցումներին միանում։ Միատեղ այստեղ ասենք որ վեհարան պետք է մնա վեհին, վեհապարն էլ ազատվի։ Ինչպես։ Վեհապարը պետք է հեռանա, հա, ինչպես Նիկոլ Փաշինյանն է։ Մենք հարցադրում ենք արել, ունի երեխա թե ոչ, այդ հարցին պատասխան չենք ստացել եւ այդտեղից կարող ենք ենթադրել, որ այո, ունի, հերքում չենք ստացել եւ ըստ կանոնագրքի նա իրավունք չունի։ Բայց դուք Տեր Աստված եք, որ որոշեք այդ իրավունք ունի թե Տեր չէ։ Աստված չենք, գիրք կա գրած, կանոնագիրք կա կանոնագիրքի եւ իրանց նա է որոշում։ Ինչ եք մեզ տարանջատում, առհասարակ ինչ եք մարդկանց մեզ ընդհանրապես տարանջատում եկեղեցու։ Որովհետև իշխանությունը եկեղեցուց պետք է տարանջատված լինի, դա կանոնադրություն է։ Այո, բայց նաև կա այնտեղ կանոնագիրք, ըստ որի գործում է եւ Հիմա որ Նիկոլ Փաշինյանը Լավ, մի հատ ձեզ ասենց հարց տամ, էլի, հարգելի գործընկերներ, ես որպես ավականու անդամ իրավունք չունեմ լինեմ երկքաղաքացի կամ գրանցման պահին պետքա վերջին 6 ամսում լինեմ Երևանի գրանցում ունենամ։ Հիմա եթե օրերից մի օր պարզվի, որ ես երկքաղաքացի եմ եւ կամ այդ ժամանակ 23 թվականին որ գրանցվել եմ որպես Երևանի ավականու անդամ, չեմ ունեցել 6 ամսվա գրանցում Երևանում։ Ձեր արձագանքը ինչպեսին կլինի, այսինքն ես պետք է այդ պահից սկսեմ զարթալ։ Օրենք է խախտել, թող ձեզանից զբաղվի օրենքը։ Օրենքը զբաղվի, հիմա այո, դեռ համար ասում եք, որ զբաղվեն, թող զբաղվեն։ Ասել եք թող զբաղվեն։ Թող զբաղվեն, սպասում եք որ զբաղվեն։ Եկեղեցու վերաբերյալ այսպես սրտառունչ հայտարարություններ անել, Նիկոլ Փաշինյանն ասում է, որ եկեղեցու հավատավոր զավակ է հայ առաքելական եկեղեցու, բայց դուք մոռանում եք, թե քանի եկեղեցի եք թողել Արցախում։ Դա է ձեր հին խոսակցությունները արդեն իսկ թվում է ակտուալ չեն, շատ ակտուալ չեն, որովհետև մենք չենք թողել։ Եվ այդ մասին մենք այդ մասին խոսել ենք, 1000 անգամ խոսել ենք եւ ես ձեր հիմա այդ որ թողել եք, չգիտեմ ինչ եք արել, դա չի համապատասխանում։ Ծրագրում եղել է, չէ՞, Արցախի մասին։ Հիմա ձեզ մեղադրում են, ասում են, եթե դուք խախտել եք, կառավարությունը խախտել է, Այդ մասին դա ազգային ժողովում քննարկվել այդ հարցը եւ տվյալ հարցը մենք ապացուցում ենք, որ մենք չենք խախտել։ Ով է Ով է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։